Իրանը նաև խուսափեց իր պրոքսի ուժերի եւ որոշ դաշնակից պետությունների պատերազմի մեջ ներքաշելուց։ Այսինքն Հեզբոլլահի կողմից չեղան հարվածներ Իսրայելին, եթե նույնիսկ Հեզբոլլահը հրաժարվում էր կամ կարող էր, նույնիսկ հութիների կողմից չեղավ մեծ ակտիվություն եւ պրոքսի այլ ուժերի Իրաքում եւ այլն։ Որևէ կերպ չներգրավեցին նաև Չինաստան, Ռուսաստան եւ այլ պետություններ, խոսում էր Պակիստանի վերաբերյալ եւ այլն։ Այլ է հարցը թե ցանկություն կար, թե ոչ, բայց իրանական կողմից հստակ կար դիրքորոշում չներքաշել որևէ պետության, որպեսզի նախ չվերածվի սա մեծ եւ լայնամասշտաբ պատերազմի Իրանի տարածքում, նաեւ չվերածվի այսպես կոչված ճակատավոր ուկրաինական սցենարի Միացյալ Նահանգների համար, երբ որ Միացյալ Նահանգները ներքաշվում են կամ Իսրայելը պատերազմի մեջ։ Իրանական կողմը նաեւ ցանկացավ ցույց տալ, որ սեփական ուժերով կարող է խնդիրներ լուծել։ Եվ նաև այս սրա համար համաչափ պատասխաններ էր օգտագործում։ Իրանական կողմից եղավ հայտարարություն, եթե Միացյալ Նահանգները փորձի անմիջապես ներգրավել պատերազմի մեջ, չնայած որ ներգրաված է, եթե խոսենք բացայտ, ապա օդային ամենայնտեղս աջակցություն Իսրայելին կար։